Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորված ծրագիրն է, Անի, Քյոհնա, քաղաքն եկեղեցին են, Արցախաբռնի տեղահանվածներն են, միբի մտահոգություն են հայտնել կրթության, զբաղվածության, հանրային տրանսպորտի մի քանի հանրային ծառայությունների բացակայության վերաբերյալ։ Թրամփի ուղին հյուրը ավելի շատ պետք Սյունիք ճանապարհը Ամերիկային, Իրանին, Եմենին, թա Ռուսաստանին, բռնի անհետացած ու գերիները Ադրբեջանում, կոչ միջազգային հանրությանը Աշոտ Հարությունյան, շարունակվում մեղսակիցը զգալ այս ցեղասպանությանը լրագրող Վահե Բերբերյան, թարմ գրություններ ապղծված որմնանկարներ ու բարձի թողի վիճակ իրանցի վանքումը, լույսատեսալ Արմինե Տիգրանյանի Լեռնային Ղարաբաղ մշակույթի իրավունքի խախտումները, բռնի տեղահանության համատեքստում մենագրությունը։ Անի քաղաքը վերգտնում Արևմտյան Հայաստանակարս նահանգումը հայտնի է որպես 1000 եկեղեցիների քաղաք, միաժամանակ հայ մշակույթի ու հոգևոր կյանքի կենտրոններն է։ Անիում հատկապես նշանավորն Սուրբ Փառաքելոց եկեղեցին ու Սուրբ Գրիգոր Աբովամրենցի եկեղեցին վերպահպանվալուն որպես հայկական միջնադարյան ճարտարապետության վառօրինակն է։ Այսօշարձանեն վկայում են քաղաքի ծաղկուն անցյալի մասին ու կարևորն հունցը պատմության դիել մշակութային ժառանգության տեսանկյունը։ Սոր Անիի տարածքը գրավում է պատմական հետաքրքրություն ունեցող զբոսաշրջիկների ու հետազոտողների հիշեցնելով հայոց հին քաղաքների ու հոգևոր կենտրոնների հարուստ պատմությունը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 35-ին կեցավ Գեղարքունիքա մարզի Ճամփարակ համայնքը։ Այցին վաղտ ինքը հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների, էդվում Արցախաբռնի տեղահանվածների հետ։ Տեղահանվածներին փիցրցրալու մի քանի խնդիրներ, կրթության ու զբաղվածության սահմանափակ հնարավորություններ, հանրային տրանսպորտի բացակայություն, տարբեր ծառայությունների անհասանելիություն, հունցնել բնակարանային ապահովության հարցեր, հատկապես այս տարվա շենքի պայթյունանը ետը վնասված բնակարանների խնդիրն են։ Մարդու իրավունքների պաշտպանը հավաստալավ էր սաղ փիցրցրված հարցերը բարձրաձայնվելու ու հասցեավորվելու են պետական իրավասու մարմիններին լուծումների ապահովման նպատակով։ Վերջին տարիներին Սյունիքը տեռալ է հայ-ադրբեջանական հակասությունների գլխավոր օջախների մինը BBC-ին կիրում է վեր, այժմ տարածաշրջանը քննարկվում է որպես Թրամփի երթուղու մաս, նոր առևտրային ճանապարհ վերը պիտի կապե Ամերիկայի, Ռուսաստանի, Եմենի ու Իրանի շահերը։ Ըստ հրապարակման Վաշինգտոնում կայացած հանդիպմանը ԵՏ ամերիկյան անկյունը խոստացավ ֆինանսավորում, իսկ Սյունիքով անցնող երկաթուղին գազատարը օպտիկա մանրաթելային մալուխը կարին տառնա նախագծի հիմք, սակայն խաղաղության պայմանագիրը հալամ ստորագրված չի։ Բաքուն շարունակում է պահանջել միջանցք առանց հայկական վերահսկողության, ինչին Երևանը դեմ է։ Իրանը դաժե կտրուկ արձագանքալ հայտարարելով վեր թույլատրելու TRAPP-ի իրականացումը։ Հայաստանը կողմից տեղեկացված է վեր Ադրբեջանում սոր պահվում է 23 հայ գերի, սակայն փաստացի իրանց թիվը կարելի շատ ավելի լինի։ Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանն նշելով էր փաստահավաք գործունեության վաղտը հաստատվան առնվազն 80 բռնի անհետացած գերի, սակայն սա սպառիչ թվականակ չի։ 23 գերիների միջին ընդգրկված նաև Արցախ ղեկավարության ու 2020 թվականի 44 օրյա պատերազմի վաղտը գերեվարված անձինք։ Բաքուն իրանց պահում է անազատության մեջ, իսկ մի շարք դեպքերում գերեվարումը հանգեցրել է սպանությունների, որոնց մասին հայկական անկյունը փաստերոն է։ Սահակյանը նշում ավեր, Կարմիր խաչը վերջին դյոնումը հունիսին ակրեցալ հանդիպել գերիներին, այնուհետև մուտքը արգելափակվալ է։ Այս պահին կա ոչ որևէ անկախ միջազգային կազմակերպություն վերեկար է հաստատել գերիների իրական վիճակը։ Մի դարի ցիվիլը հայկական ժողովուրդը կանգնած է Ադրբեջան կոչվող պետական կազմավորման կազմակերպած քաղաքականության առջև, որի առանցքում իլել է հայերի դեմ իրականացվող էթնիկ զտումը։ 1897 թվականի տվյալներով ներկայիս Ադրբեջանի տարածքում հայերը կազմել իսլալ մեծամասնություն, բայց 1988 ետը մնացած հայ բնակչությունը բռնի կերպով տեղահանվել է։ Սոր Արցախնագանձակի գավառի Քյոհնա հայկական շենները հայազուրկն պատերազմն 2020-2023 թվերին վաղտը հանգեցրել Արցախ ամբողջական հայաթափման միջազգային իրավունքի ծանր խախտումով։ Մշակութային ժառանգությունը նույնպես ոչնչացվում է հայկական եկեղեցիներն, գերեզմանոցներն ու պատմամշակութային արժեքներն ավերվում են։ Սա վկայում է ավեր Բաքուն վարում է ոչ միայն բնակչության, այլև նրա ինքնության ճնջման քաղաքականություն։ Արևմտյան Հայաստան ազգային խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը ներկայացրել է գործ Եվրոպական մարդու իրավունքների դատարանում Արցախաբնիկայության իրավունքներն պաշտպանելու նպատակով։ Արևմտյան Հայաստան ազգային ժողովի Արցախի հանձնաժողովը կոչանում միջազգային հանրության արձագանքել ու աջակցել հայության իրավունքների պաշտպանությանը, բարձրաձայնելով էթնիկ զտման ու բռնի տեղահանման փաստերը միջազգային հարթակներում։ Հայտարարություն. Հայերս հայկական լեռնաշխարհը չնքան հետացավ մեզ բռնի ուժով տեղահանալն մեր հայրենիքը օկուպացվող ուժերը։ Ժամանակն է կանգնեցնել Ադրբեջանի պետական հանցավոր քաղաքականությունը պատմական արդարության, միջազգային իրավունքի ու մարդկային արժանապատվության հետի։ Լրագրող Վահե Բերբերյան. Լռությունը երբեմն տառալ է մեր ժամանակի ամենավտանգավոր որոշումը։ Վերաշխարհը դիտում է աշկակպելով, վերսովամահն խոխեքի քաղաքն են վերածվում են լռելը այլևս ոչ միայն չգործել չի, այլ նաև մեղսակցություն է։ Ես կարում չմոռանամ մծ մամուս վկայություն են, ուրան պատմություն են, որոնց մեջ մեղմում ու սթափեցում կա։ Հունցա աշխարհը կրեցալ եշի ու վեշմիպեն անվեճ։ Այդ նույն հարցը սոր վերակենում նայելիս Գազայի պատկերները, տեսնալիս հազարավոր մարդկանց մահը, իշելիս այն փաստվեր հզոր երկրների զինվորական օգնությունը աջակցում այս
ավերիչ քաղաքականությանը։ Լռությունը պայմանավորված է մխլա պատճառներով, վախավ, սոցիալական մեկուսացման սպառնալիքով կամ գործի կորուստա։ Սակայն այդ վախերը արդարացում չեն երբևէ ու սոր։ Մենք ստիպված ենք ընտրին կայուն արդարասեր վկայություն տալ կամ լռել ու լինել մեղսակից։ Տավուշա մարզի Կիրանց շենան 12 կիլոմետր հեռավորության Երայա գտնում Կիրանց վանքը։ Անտառի խորքում Կիրանց ջուր վտակի ձախ ափին ընկած մի հարթավայրում կանգուն էս վանքը թվագրում է 13-րդ դարով։ Վանքի ստեղծման վաղտը ստեղ բնակվալն քաղաքեդոնականություն ընդունած հայեր, հետևաբար վանքի կառույցներն իրենց երակրում են քաղաքեդոնական ճարտարապետության ազդեցություն, մասնավորապես վանքի սաղ կառույցներն Աղյուսա շենն ու այդ տեսակետից հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի հուշարձաններից են։ Գլխավոր եկեղեցու հարևանությունով գտնվող երկու այլ եկեղեցիներն նույնպես Աղյուսա շենն նույնատիպ, բայց ավելի կուտիր չափերով։ Սաղ 3 եկեղեցիների ընտրները պետվում են արևմտյան կողմի կամարակապ սրահան։ Գլխավոր եկեղեցու պատերը ներսից աղավաղված են կրաշախախավ, որոնց իրան պահպանվալա հոյակապ որմնանկարն է, վրացատառ ու հունատառ մակագրություններով, ինչը եւս վկայում է եկեղեցու հայ քաղաքեդոնականների պատկալները։ Ցավոք սոր որմնանկարներն գտնվում են վատթար վիճակում։ Հալամ անցյալ դարից սկսած մինչ սոր այցելունեն որմնանկարներն բաղձալ ընկրություններով, ինչի արդյունքում բացառիկ պատկերներն ամբողջովին ծածկվալ ու վնասվալ։ Պատմական գիտությունների թեկնածու մշակութաբան ու մշակութային ժառանգության միջազգային փորձագետ Արմինե Տիգրանյանի մենագրությունը ուսումնասիրում է 2020-23 թվերի Բաքվի կողմից սանձազերծված պատերազմների, էթնիկ զտումների, ցեղասպանական գործողությունների, ռասական ատելության, խտրականության ու մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման դերդան իրենց պատմական հայրենիքաբռնի տեղահանված Արցախայրի մշակույթի իրավունքի բազմակողմ խախտումները։ Գիրքը փաստագրում է եկեղեցու խաչքարերի, գերեզմանոցների, հուշարձանների ու թանգարանների ավերումն, յուրացման գործելակերպը ու վերլուծում տրահամայնքային ինքնության ու մարդու իրավունքների իրավունեցած հետևանքներն։ Մենագրությունը նաև առաջարկում է պաշտպանության մեխանիզմներ մշակութային իրավունքների վերականգնման ու պահպանման ուղղությունով։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ ես քանք պատրաստալ սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։